Բարեձայնս մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Հիշեցնեմ, որ վերջին մի քանի հաղորդումը մենք խոսում ենք հիմնականում քարոզչական պատերազմից, ամեն անգամ ես խոստանում եմ, ասում եմ, այ հիմա կամփոփենք այդ խոսակցությունը, բայց ոնց որ չի ամփոփում եւ այսօր հերթական անգամ, այսպես ասած, կամփոփենք այս խոսակցությունը, մի թեմա էլ մնաց առնվազն, որ ուզում եմ խոսենք։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ մենք խոսում ենք քարոզչական պատերազմի ստրատեգիական մակարդակի մասին, սահմանել ենք ինչ դա նկատի ունենք, որ դա տարբերվում է տակտիկական մակարդակի մասին եւ վերաբերվում է ոչ միայն այն քարոզչական պատերազմին, որը վարվում է ռազմական գործողությունների զուգահեռ, այլ ավելի լայն է, ինքը սկսվում է ռազմական գործողություններից առաջ, շարունակվում է ռազմական գործողությունից հետո եւ նպատակ ունի, տվյալ դեպքում քանի մենք խոսում ենք մեր մասին, որպես պատերազմում պարտված կողմ, նպատակ ունի ամրագրել պարտությունը պարտվողի գիտակցության մեջ, հոգեբանության մեջ, նույնիսկ գաղափարախոսության մեջ, ինչպես օրինակ հենց անցյալ անգամ խոսեցինք, որովհետեւ ռազմական հաղթանակը, ինչպես մենք նշել ենք, ինքը բավականին անկայուն է, փոփոխական է, այսօր դու հաղթում ես, վաղը դու պարտվում ես եւ ցանկացած կազմակերպված նորմալ պետություն, ինքը թեկուզ որպես հաղթող, ինքը գիտի, որ ռազմական հաղթանակի արդյունքը փոփոխական է, անցողիկ է եւ դրա համար էլ հենց պետությունները ձգտում են, եթե հնարավորություն ունեն եւ գործիքներ ունեն, պարտվողին պարտադրել այդ պարտությունը որպես շատ ավելի խորը իրողություն, քան զուտ ռազմական, պարտադրել գիտակցությանը, պարտադրել հոգեբանությանը եւ այլն եւ այլն։ Եվ խոսել ենք նաեւ, որ այդ ամեն ինչը մեզ հետ արվում է մինչեւ հիմա շատ հետեւողականորեն եւ շատ դեպքերում նաեւ բավականին մեծ հաջողության են հասել այդ առումով մեր դեմ պատերազմ, այդ թվում քարոզչական պատերազմ վարողները, իհարկե մենք հասկանում ենք եւ խոսել ենք նաեւ, որ դա միայն Ադրբեջանը չի, միայն Ադրբեջանը իր ուժերով դա այդ նպատակներին, այդ տիպի ռազմավարական նպատակներին չի կարող հասնել, չէր կարող դնել նման նպատակներ Հայաստանի հանդեպ, այլ գործում է մեծ ցանցով եւ իհարկե Ադրբեջանն էլ այդ ցանցի մասն է, բայց ինքը միայնակ չի եւ պարտադիր է, որ նաեւ այսօր ենք խոսել, բայց ուզում եմ հիշեցնեմ, որտեղ բավականին ժամանակ է անցել, որ այդ ցանցի մասը շատ կարևոր է, որ հենց Հայաստանում գործի, հենց հայ անուն, հայկական անուն ունեցող մարդկանց միջոցով, որտեղ այլ կերպ նման նպատակների զուտ դրսից հասնել հնարավոր չի։ Ուրեմն մենք մի քանի կետ առանձնացրել ենք այդ ստրատեգիական քարոզչական պատերազմի, որոնց մեծ մասին խոսել ենք, անցյալ անգամ էլ գաղափարականից խոսացինք, գաղափարախոսությունից, բայց մի կետ մնաց, որը նշել ենք, բայց առանձին հատուկ այսպես չենք բացել, դա վերաբերում է նրան, երբ որ պատերազմը ներկայացվում է եւ կոչվում է, արդեն այսպես քարոզչական բանում կամ չգիտեմ, այսպես ասած, այդ դիսկուրս բառը այդքան չեմ սիրում բան, բայց դիսկուրսում փորձում է պարտադրվել, ուրեմն որպես աղետ, որպես մսաղած, չգիտեմ, որս եւ այլն, գիտեք, տարբեր նման անուններ։ Առաջին սրանք նախ եւ առաջ հենց բուն պատերազմի ժամանակ էլ հենց տարածվում են, գիտեք բոլորդ, չպատմեմ, որ մեր մոտ էլ տարածվել։ Իհարկե առաջին հայացքից սրանք թվում են ուղղակի ինքնաբուխ այդպիսի դրսևորումներ, ինքնաբուխ տարածվող գնահատականներ, որովհետեւ չգիտեմ, մարդիկ գնում են պատերազմի, իրենց բարեկամները գնում են պատերազմի, կապ են հաստատում, խոսում են իրար հետ եւ այդտեղից գալիս է այդ պատկերը, հատկապես եթե ասենք, չգիտեմ, դասալիքների ինչ որ քանակ կա կամ չգիտեմ ոչ այդքան պատրաստ կրվողների քանակ կա եւ թվում է, որ դա տենց ուղղակի ինքնաբուխ տարածում է, մարդիկ ասում են սա պատերազմ չի, մսաղած է եւ այլն։ Այդ ինքնաբուխի տարը իհարկե կա եւ կարող է լինել, բայց երբեք չկասկածեք, որ եթե այդ տիպի բնորոշումները մտնում են եւ այսպես զանգվածային բնույթ են ստանում, երբեք չկասկածեք, որ բացի ինքնաբուխ տարից, որը կարող է լինել, կարող է եւ չլինել, կա միշտ կազմակերպված քարոզչական տարը, մանավանդ եթե պետությունը ինքը քարոզչական պատերազմում անպաշտպան է, անզոր է, անպայման փորձում են դա կազմակերպված ձևով անել, ի վերջո ցանկացած պատերազմ են, մանավանդ ժամանակակից պատերազմ, ժամանակակից ասելով նկատի ունեմ ընդհանրապես վերջին մի 200 տարվա պատերազմները, որ ասենք ի տարբերություն միջնադարյան պատերազմների, որտեղ չգիտեմ 10 պետ եթե զոհվում էր մի ճակատամարտում, դա արդեն մեծ կորուստ էր, ժամանակակից պատերազմները ինչ որ առումով բոլորն էլ այսպես ասած մսաղած են, որտեղ բոլորն էլ մեծ
այդ զոհեր են լինում զանգվածային հազարներով առնվազն հաշվող զոհեր են լինում, ել չեմ ասում, ասենք մեծ պատերազմներում տասնյակ եւ 100,000-ավոր, բայց տարածումը եւ ամրապնդումը կռվող պետության ժողովրդի գիտակցության մեջ, հասարակության մեջ, որ սա մսաղաց է, սա աղետ է, սա չգիտեմ, որս է եւ այլն, այլ ոչ թե պատերազմ հակադրվում են սրանք, սա արդեն քարոզչական պատերազմի նպատակ է եւ եթե իրոք տարածվում եւ ամրապնդվում է, կարելի է չկասկածել, որ դրա հետևը կանգնած են ուժեր, որոնք դա ուրեմն հատուկ կերպով տարածում են, ընդհանրապես քարոզչության նպատակը բնույթը հենց այդպեսին է քարոզչությունը, տենց ասենք բարդ վերլուծական ինչ որ մտքեր չի տարածում քարոզչությունը, փորձում է միշտ եւ պետք է լինի միշտ հնարավորինս պրիմիտիվ, պարզունակ եւ հնարավորինս նմանակելով, միմիկրի անելով ինքնաբուխ, այսպես ասած, պարզ ժողովրդական զգացողությունները, մտքերը եւ լավ քարոզչությունը կարողանում է շատ լավ նմանակել եւ ձևացնել, որ ինքը հենց ինքնաբուխ է եւ շատ դժվար է լինում իսկականից տարբերել եւ մարդիկ չեն հավատում, ասում են, դե սա քարոզչություն չի, սա ինքնաբուխ է, սա քարոզչություն չի կարելի կոչել, կրկնում եմ, լավ քարոզչությունը հենց այդպիսին էլ փորձում է լինել եւ օրինակի համար ասենք դες պատահական չի, չէ, որ նաեւ շատ բարձ մեթոդներ կան, ասենք, չգիտեմ, հատուկ ծառայությունները, օրինակ Սովետական միության մեջ, հա, տաքսիստների միջոցով օրինակ ինչ որ լուրեր տարածել, տրամադրություններ տարածել, որը դեպքում այտենց ինքնաբուխ նստում ես տաքսիստը ինչ որ բաներ ասում են, մյուս տաքսիստը ասում եւ սկսում է տարածվել։ Հա, եւ թվում է, որ շատ ինքնաբուխ երևույթ է, այդ բան չեմ էլ, այտենց ասած ես չեմ օրինում, դա ամենատարածված այտենց պրիմիտիվ մեթոդներից է աշխատանքի հանրային գիտակցության հետ։ Եվ սա էլ այդ բանի միմիկրիայի օրինակներից է։ Հետագայում արդեն տեսեք, այստեղ կարևոր է հասկանալ, որ երբ որ մենք ասում ենք քարոզչություն, նման ընդհանրապես դեպքերում եւ այս դեպքում էլ հատկապես, հա, ինքը ոչ թե ցանկացած մարդ, օրինակ, որ ասենք մտել է պատերազմի ժամանակ Facebook-ում գրել է, որ սա աղետ է կամ չգիտեմ գնացել հարևանին ասել է, գիտես սա մսաղացը, բնականաբար այդ մարդկանց մեծ մասը, շարքային մարդկանց մեծ մասը, իրանք տենց ասած քարոզիչներ չեն հատուկ եւ իրենք չեն գիտակցում, որ քարոզ են անում։ Սկիզբը, եթե ճիշտ դրվում է քարոզչության կողմից կազմակերպված, ճիշտ ձևով մարդկանց գիտակցության հետ աշխատում են, կարողանում են որոշակի շերտի մեջ սկզբնապես սա տարածել, ինքը հետո էլի, եթե լավ որակով աշխատանք է, լավ որակով քարոզչություն, ինքը վիրուսի պես սկսում է տարածվել եւ այլևս հատուկ կազմակերպված քարոզչական ջանքի իմաստ հաճախ չի լինում։ Որովհետև արդեն այո, այդ տիպի թեզերը, որոնք կարողանում են այդ միմիկրիան անել, որ իրանք ինքնաբուխ են, իրանք իրոք հետո դառնում են արդեն ինքնաբուխ, ինքնատարածող ավտոմատի վրա եւ արդեն քարոզչական ջանք շատ անգամ պետք է չի ուրեմն գործադրել, որտեղ որ իրանք ինքն իրանով տարածվեն։ Սա արդեն երկրորդ փուլն է։ Այս շատ կարևոր է շեշտել, որպեսզի այնպես տպավորություն չստեղծի, որ բոլոր մարդիկ, այսպես ասած, քարոզչությամբ են զբաղված եղել։ Ոչ, փոքր խումբ բավական է, որ այս թեզերը սկսի տարածել ու հետո դրանք վիրուսի պես կրկնում տարածում են եւ մեծ հաշվով վիրուսն էլ ինքը ինչ անում, երբ որ մարդու օրգանիզմ մտնում է, ինքը փորձում է ձևացնել, այսպես ասած, խելոք վիրուսը, որ ինքը այս օրգանիզմի հարազատ մասն է, հարազատ բջիջն է եւ ասենք արդեն օրգանիզմի իմունիտետից է կախված, թե ինքը կարողանում է ճանաչել, որ սա իրանը չի օտար է, թե չի կարողանում ճանաչել եւ այդ դեպքում լավ չի լինում, ուրեմն իմունիտետը լավ չի աշխատում։ Այս ինչ որ խոսում ենք, ասենք, խոսում ենք նրա մասին, թե ինչ են անում եւ ինչ է արվել պատերազմի բուն ժամանակ, ռազմական գործողությունների ժամանակ, բայց սա այդ մեր ասած ստրատեգիական մակարդակը չի, սա տակտիկական մակարդակ է, ցանկացած պատերազմի ժամանակ հակառակորդները միմյանց դեմ փորձում են կիրառել, եթե հնարավորություն են, բայց արդեն գալով մեր բուն խնդրին ստրատեգիական մակարդակին, ես հատկապես կուզենայի ձեր ուշադրությունը գրավել այդ աղետ տերմինի վրա, որով գիտեք, որ փորձում են եւ հաջողության են հասել, իդեպ այստեղ էլ փորձում են 2020 թվականի պատերազմը նկարագրել, բնութագրել եւ հաճախ չեն էլ ասում 2020 թվականի պատերազմ, այլ ասում են 2020 թվականի աղետը, եւ սա արդեն ոչ թե պատերազմի ընթացքում է տակտիկական խնդիրը լուծելու համար, այլ ստրատեգիական, սա արդեն մակարդակն է, որտեղ շատ հետևողական եւ գիտակցված կերպով փորձում են ամրապնդել զանգվածային հիշողության մեջ, ժողովրդի հիշողության մեջ եւ ըստ հնարավորության նաեւ դա նպատակ է դրում պատմության մեջ այդպես ամրագրել,
հենց որպես աղետ։ Օրինակ, մենք հակառակն ենք փորձում, ասել մենք փորձում ենք օրինակ 2020 թվականի պատերազմը ասել անկախության պատերազմ էր սա էլ մեր թեզն է, որը մենք ենք ուզում ամրագրել պատմության մեջ, որտեղ մենք համարում ենք, որ էության անկախության պատերազմ է եւ հասկանալի է, չէ՞, որ այդ անունները, նայած դու ոնց ես կոչում, ուղղակի ասենք 20 թվի պատերազմ, չգիտեմ, կամ ոնց ասում են 44 օրյա պատերազմ, դրա մեջ ոչ մի իմաստ չկա, ուղղակի օրերն է նշում։ Կամ ասում են Ղարաբաղյան պատերազմ, այդ դեպքում ստացվում է, որ բուն խնդիրը Ղարաբաղն էր, որը ապացուցվեց արդեն այս տարիների ընթացքում, որ իրականում այդպես չէր։ Մենք սկզբից էինք ասում, որ այդպես չի։ Դե ասում ես անկախության պատերազմ, դու այլ արժևորում ես տալիս, այլ ուղերձ ես տալիս մարդկանց, այլ հեռանկար ես տալիս եւ սա մենակ անցյալի գնահատական չի, սա մարդկանց նաեւ այսօր այլ այսպես ասած գործողության ծրագիր ես տալիս եւ իհարկե եթե դա կոչում ես աղետ, սա էլ դու ուրիշ բան ես ուզում ամրագրես մարդկանց գիտակցության մեջ, ուրիշ ուղղության մեջ իրանց տանես, ուրիշ հեռանկար տաս եւ ուրիշ ոչ միայն անցյալ ու ներկա, այլև ուրիշ ապագա տալ։ Հիմա ելեմ ասում, հատկապես այս աղետ բառի վրա ուշադրություն դարձնենք, որովհետեւ դա այսպես ինստիտուցիոնալ է դարձել, դու գիտեք, որ սա կան մարդիկ, խմբեր, որոնք հետևողականորեն նույնիսկ գրքեր են գրվում, որքան հիշում եմ, հոդվածներ են գրվում, հարցազրույցներ են եւ հետևողականորեն կոչում են աղետ։ Եվ սա արդեն պատերազմից հետո, այսինքն մեր գիտակցության մեջ, մեր հիշողության մեջ ուզում են ամրագրել այս տերմինով 2020 թվականի աղետ։ Եվ ինչ եմ ասում, սա ստրատեգիական արդեն մակարդակն, որտեղ սա ռազմական գործողություններից դուրս է, ռազմական գործողությունները վաղուց ավարտվել են, սա արդեն այն փուլն է, երբ որ պետք է այդ եղած արդյունքը ամրագրվի եւ այսպես ասած մնա։ Ուրեմն առաջին հայացքից էլի այստեղ թվում է, որ ինչ խնդիր կա։ Դե նախ օբյեկտիվ է, երկրորդը նույնիսկ ինչ որտեղ գուցե հայրենասիրական է, այդ աղետ կոչելը, հա, եւ մարդը այդպես ինքնաբուխ կոչում է, ինչու ենք մեղադրում, ինչու ենք այդպիսի լուրջ մեղադրանքներ կայացնում, որ քարոզչական պատերազմի մաս է մեր երկրի դեմ։ Մենք բոլորս խոսում ենք նաեւ այս բանը, ինչ որտեղ, հա, այդ աղետ բնորոշելը խոսում է մեր զգացողությունների հետ, մեր բոլորիս ապրումների հետ, վերապրումների հետ, բոլորս, որտեղ մենք ես վստահ եմ մեծ մասս, հա, քիչ կաղամարտիկ կան Հայաստանում, որ այդ ապրումը չեն ունեցել, երբ որ այդ նոյեմբերի 9-ի լուրը եկավ եւ շատ երկար ժամանակ շատ սուր ապրումներ ենք բոլորս ունեցել, ամեն մեկը իր ձևի, իր էմոցիոնալ համակարգին բնորոշ, իր, չգիտեմ, մնացած ամեն ինչին բնորոշ, բայց այդ լուրը, այդ պարտության լուրը, այդ նոյեմբերի 9-ի այդ հայտարարության ստորագրման լուրը ինքը բոլորիս մեղմ ասած շոկի մեջ գցեց եւ մենք բոլորս շատ երկար ժամանակ, ամիսներ, տարիներ ի վերջո մինչև հիմա էլ նույնիսկ մենք չենք իրական դուրս եկել դրա տակից, ուղղակի մի քիչ ավելի քիչ թե շատ կայուն նորմալ վիճակ ենք եղել, բայց սկզբի շրջանում բոլորդ էլ երևի կհիշեք, կհաստատեք, որ ինչքան դրանք խորը, լուրջ եւ բացասական ապրումներ էին։ Ուղղակի ըստ մարդու հոգեբանության, մարդկային տիպաբանության դրանք ամեն մեկի մոտ տարբեր դրսևորումներ էին ստանում։ Մեկի մոտ ավելի ակտիվ բաներ առաջ բերում, ակտիվ դիմադրության, ցանկություն, այդ նույն բացասական զգացողությունը մյուսի մոտ ավելի пассив վիճակներ եւ այլն, բայց դրսևորումներ բոլորից մոտ եղել է եւ դեթվում է, որ հենց ինքը հենց աղետ է, աղետալի է, հենց այդ ապրումը կարելի է հենց այդպես բնորոշել, հա, եւ դրա հետ էլ հենց խաղում է, այս մեր զգացողության հետ էլ էլի այս քարոզչությունը խաղում է, ինքը փորձում է նմանակել մեր զգացողությունը, փորձում է մեր նման լինել, փորձում է այսպես ասած հարազատ լինել եւ դրանով էլ նաեւ ազդեցիկ է եւ ասում եմ այս հարցում էլ էլի հաջողության հասել են իրականում էլի այս դեպքում էլ չկասկածեք որ այստեղ խոսքը ոչ թե ինքնաբուխ գնահատականի մասին է ոչ թե ինչ որ այսպես ասած դե ուղակի մարդը այդպես է տեսնում մարդը այդպես է զգում ոչ սա շատ հստակ քարոզչական տեխնոլոգիա է շատ հստակ քարոզչական պատերազմի մաս է եւ ստրատեգիական արդեն մակարդակում եւ սա բնականաբար ոչ ինքնաբուխ է, ոչ էլ հենց մենակ Հայաստանից է ղեկավարվում, բնականաբար սա դրսից է ղեկավարվում եւ ունի նպատակներ եւ պատերազմի մաս է, մեր երկրի դեմ պատերազմի մաս է։ Հիմա հնչում է այլի մի քիչ տենց դեկլարատիվ, կարող է այլի ասեք այդքան էլ լավ չես հիմնավորում, ուղղակի փորձում ես մեզ համոզել։ Եկեք ուրեմն այդ դեպքում տեսնենք, հասկանանք, նախ իսկ ինչ բան է ընդհանրապես աղետը։ Եկեք մի հատ իրոք փորձենք հասկանալ, տենց բառը օգտագործում ենք, ինչ բան է աղետը։ Օրինակ մենք ասում ենք տարերային աղետ, հա, երբ որ, չգիտեմ, երկրաշարժ է, հրդեհ է, ինչ որ մի հատ մեծ, այսպես ասած, դժբախտություն է տեղի ունենում, եւ որն է դրա հիմնական բնորոշիչը։
այդ տարերային աղետին, բնության հետ կապված տվյալ դեպքում, դա այն է, որ մարդը այդտեղ կրավորական զոհ է, ինքը անզոր է այդ աղետի դեմ, այդ աղետը բացարձակապես իր վերահսկողությունից դուրս է, խոսքը բնական աղետների մասին է, տարերային աղետների մասին է, ինքը ոնց որ անշուշտ առարկա լինի, ինքը ոչինչ չի կարող անել եւ իր ամբողջ ապրումը կապված է հենց դրա հետ, որ մարդը այդ իրավիճակում ինքը անշուշտ առարկա կամքից զուրկ է, անզոր է, ոչինչ չի կարող անել, դա տեղի ունենում մի հատ բան, որի դեմ ինքը ոչինչ բան է, կրավորական զուրկ մի հատ sense երևույթ է։ Սա մենք կոչում ենք աղետ։ Հիմա ել եմ ասում, օրինակները հիշեք, հա, երկրաշարժ, շրդե եւ այլն եւ այլն։ Մյուսը, եթե մենք փորձենք վերցնել տեսնել ժողովուրդների պատմության մեջ եւ հատկապես նաեւ մեր ժողովրդի պատմության մեջ, ինչ ենք մենք աղետ կոչում։ Օրինակ կոտորածներ, ջարդեր, բնական աղետներից դուրս, հա, պատմական իմաստով աղետ։ Կոտորածներ, ջարդեր, եղեռն, ցեղասպանություն, սրանք մենք բոլորը նույնպես կոչում ենք աղետ եւ վերապրում ենք աղետ, չնայած նրանք բնական աղետներ չեն, տարերային աղետներ չեն, բնության հետ կապված չեն, մարդու հետ են կապված, պատմության հետ են կապված, բայց ինչի է այստեղ աղետ բառը մեզ շատ բնական ու ինքնին պարզվում, որովհետեւ էլի այստեղ մարդը կրավորական դիրքում է, ինքը կրավորական զոհ է, օրինակ ցեղասպանության դեպքում ժողովուրդը որպես կանոն ժողովրդի ինչ որ հատվածներ կարող են դիմադրել, բայց այդ դեպքում իրանք արդեն կրավորական զոհ չեն, հաճախ նաև կարողանում են փրկվել, մենք էլ նման դեպքեր ունենք հայոց ցեղասպանության հետ կապված, Վանի ինքնապաշտպանություն, Մոսադաղի ինքնապաշտպանություն, որոշ չափով նույնիսկ Սասունցի կարողացան փրկվել, չնայած ինքնապաշտպանությունը հնարավոր չեղավ մինչև վերջ տանել 7 ամիս բանացին։ Եղան ինքնապաշտպանություններ, ոնց որ Ուրհայի ինքնապաշտպանություն, որոնք վերջացան էլի ջարդով, ցեղասպանությամբ, բայց մենք ամենայն դեպս նման դեպքեր, որ ինքնապաշտպանություն կա, այդ նույն ապրումը չունենք, մենք ասում ենք գոնե մարդիկ պայքարել են, որոշ դեպքերում հաջողության են ասել, որոշ դեպքերում նույնիսկ չեն կարողացել այդ պայքարը մինչև վերջ տանել, սպառվել են իրենց ռեսուրսները, բայց դա այն աղետը չի, ինչ որ լրիվ անզեն մարդիկ առանց որևէ դիմադրության ուղղակի տարվել են եւ մորթվել են եւ ոչնչացվել են, այսա մենք որպես աղետ ենք էլի ընկալում, մեծագույն աղետ է իհարկե ցեղասպանությունը, բայց գիտեք, մենք մեր պատմության մեջ էլի տարբեր, նաեւ գաղթը օրինակ, գաղթները մենք էլի որպես աղետ ընկալում ենք մեր պատմության մեջ շատ են նման դեպքեր, ունեցել գաղթի դեպքեր, էլի, որը մարդը կրավորական զոհ է այդտեղ, ինքը որևէ կամ չունի, ինքը ուղղակի sense զրկվում է ամեն ինչից եւ ոչինչ չի կարող անել։ Եվ մենք օրինակի համար աղետ որպես այդպիսի մենք էլի տեսանք, ցավոք սրտի մեր սերունդն էլ այդպիսի մեծ գաղթ տեսավ, իհարկե տեսել ենք նաեւ 1988-90 թվականին, երբ որ ադրբեջանահայերի գաղթը տեղի ունեցավ, բայց նույնիսկ դա այդքան ուժեղ չվերապրեցինք, երևի որովհետեւ նախ շատ անգամ իհարկե եթե այնտեղ կային նաեւ բնիկ հայկական գյուղեր, օրինակ Հյուսիսային Արցախում եւ այլն, բայց շատ անգամ չգիտեմ Բաքվից եկան, որոնք այդ մենք չենք ընկալում որպես մեր հայրենիք եւ հետո քանի որ մենք հաղթանակի հասանք, դա մի քիչ մեղմվեց այդ գաղթի ուրեմն այսպես ասած վերապրում, բայց այստեղ 2023-ին մենք ունեցանք Արցախահայության գաղթ, թեկուզ դա չուղեկցվեց կոտորածներով, բայց ըստ էության դա բաներ զտում էր, էթնիկ զտում էր եւ գաղթեր եւ այստեղ էլի մարդիկ կորցնում են իրենց հայրենիք կորցրելը այդ կրավորական ուրեմն երբ որ կրավորական նաեւ կարգավիճակում ես իհարկե աղետ ինքն իրան էլ է աղետ, բայց այդ կրավորականությունը հենց մեզ թույլ է տալիս, մենք զգում ենք դա, որ որտեղ մենք կրավորական դիրքում ենք, դա աղետ է, որտեղ դա հիշեցնում է այդ բնական աղետները։ Աղետը նախ եւ առաջ բնական աղետի մասին է խոսքը։ Ինքը նույն այդ օրինակով, մոդելով տարածվում է նաեւ պատմական իրադարձությունների վրա եւ այն դեպքերում մենք բնական զգում ինչ որ երևույթ կոչել աղետ, երբ որ մենք կրավորական դիրքում ենք։ Պատմությունից խոսացինք, մենք ունեցել ենք նման դեպքեր ակնհայտ է, բոլորս գիտենք, նույն ցեղասպանության օրինակը բերեցին գաղթեր, կոտորածներ, ջարդեր եւ այլն։ Իդեպ, բայց նաեւ
մենք աղետ կարող ենք կոչել, օրինակ, մենք ռուս-թուրքական վանդակում այս թեմայի մասին խոսել ենք, օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմում մեր զոհերի քանակը, հիմա կասեք, դες պատերազմից է խոսում եւ աղետ է կոչում, ոնց որ ինքնահակասություն կա, ոչ։ Երբ որ տասնյակ եւ ըստ որոշ տվյալների 100,000-ավոր հայ երիտասարդներ զոհվում էին երկրորդ համաշխարհային պատերազմում, կռվելով սովետական բանակի կազմում կամ ինչքան հայ է մենակ, ասենք, չգիտեմ, Կերչի այդ համար մարտերում զոհվել, սա նույնպես մենք իդեպ կարող ենք կոչել աղետ, ինչու, որտեղ այստեղ նույնպես չնայած խոսքը պատերազմի մասին է, չնայած խոսքը այսպես զինված եւ դիմադրող մարդու մասին է, բայց ժողովրդի մասշտաբում եթե վերցնում ենք, սա էլի կրավորական վիճակ է, որովհետեւ դա այն պատերազմը չի, որին մասնակցելը մենք ենք ընտրել, մեր կամքով ենք ընտրել, մեր ժողովուրդն է ընտրել, դա պատերազմ է, որին մենք մասնակցել ենք ուզած թե չուզած, որովհետև մենք եղել ենք մի պետության կազմում, ֆորմալ իհարկե լինելով այդ պետության, այսպես ասած, իրավահավասար անդամ հանրապետություն, բայց իհարկե փաստացի այդպես չի եղել, փաստացի դա եղել է ռուսական կայսրության շարունակությունը, եւ մենք մասնակցել ենք այդ պատերազմի, որը եղել է Ռուսաստանի եւ Գերմանիայի պատերազմի, դա քաղաքական էությամբ, դա չի եղել հայ ժողովրդի պատերազմի եւ մենք ընտրություն չենք ունեցել, այսինքն այնպես չի որ մեզ հարցրել են հայ ժողովուրդ, դու ուզում ես այս պատերազմին մասնակցես, թե չէ, դա քո ընտրությունը չի եղել եւ դու ելի այստեղ կրավորական կարգավիճակում ես եղել, պարտադրված եւ մենք կարող ենք, այո, դա կոչել հայ ժողովրդի պատմության մեջ եւս մեկ աղետ, որը իհարկե ծանրացուցիչ հանգամանքներ ունի, զոհերի քանակը, նաեւ որ դա ցեղասպանությունից մեկ սերունդ անց է տեղի ունեցել, ըստ էության մի հատ էլ եւս մեծ կորուստ, որից մենք հետո ենք խոսել։ Մինչև հիմա էլ իրականում չենք վերականգնվել, դեմոգրաֆիապես չենք վերականգնվել, դա նաև հայ ժողովրդի դեմոգրաֆիայի վրա ամենալուրջ ազդեցություն ունեցավ ընդհանուր մինչև այսօր, այս ամեն ինչը խոսել ենք։ Սա նույնպես մենք կարող ենք դասակարգել որպես աղետ, չնայած խոսքը պատերազմի մասին, որտեղ ժողովուրդը այստեղ հայ ժողովուրդը որպես սուբյեկտ չի եղել, հանդես չի եկել, ինքը եղել է կրավորական մի հատ, այսպես ասած, առարկա, որին տարել են այդ պատերազմը եւ որի երիտասարդությունը այդտեղ տասնյակ եւ 100,000-ներով զոհվել է, ինչի եմ նաև այս օրինակը հիմա հիշում այս կոնտեքստում, որովհետև ուշադրություն դարձրեք, որ այդ նույն մարդիկ, որոնք մեր պատերազմը, պարտված թեկուզ պատերազմը, բայց մեր պատերազմը, հայկական պատերազմը, հանուն Հայաստանի պատերազմը, հանուն հայկական քաղաքական նպատակների պատերազմը կոչում են աղետ, իրենք երբեք, եւ գնացեք ուղիղ հարց տվեք թեկուզ այդ մարդկանց, կտեսնեք իրենք կխուսափեն այդ ուղիղ հարցից ամենայն հավանականությամբ, բայց սեփական կամքով երբեք իրենք չեն կոչում երկրորդ համաշխարհայինի դեպքերը հայ ժողովրդի պատմության կոնտեքստում որպես հայ ժողովրդի հետ տեղի ունեցած աղետ, չնայած զոհերը, գիտեք, անհամեմատ շատ են, անհամեմատ, մենք սրա մասին էլ ենք շատ մանրամասն խոսել ռուս-թուրքական վանդակում, որ համեմատած ցանկացած ազգային պայքարի հետ, ցանկացած պատերազմի հետ, որը զուտ ազգային նպատակների հետ է կախված, անհամեմատ ավելի մեծ են զոհերը, երբ որ դու մասնակցում ես համաշխարհային պատերազմների, ուրիշ պետությունների կազմում, հանուն ուրիշի պատերազմների, քան մեր հայկական պատերազմները, որոնք մեր ազգային այսպես նպատակների համար, որոնք երբեք նույնիսկ մոտ չեն զոհերի քանակով նրան, ինչ որ պահանջում է այստեղ։ Երբ որ դու անկախ կարգավիճակ չունես, երբեք մեր անկախության համար պայքարում ոչ ունեցել ենք նման զոհեր, ոչ դրա կարիքը կա, ոչ էլ երբևէ կունենանք։ Դա ուղղակի այդ անկախության պատերազմների, ազգային պատերազմների բնույթը այդպեսին է, դրանք այդ կարգի զոհեր որպես կանոն չեն պահանջում, բացառությունները միշտ կան, որպես կանոն չեն պահանջում, բայց այդ մարդիկ ուշադրություն դարձրեք, որ երբեք չեն կոչի, չեն ասի աղետ, հակառակը, որպես կանոն այդ մարդիկ մայիսի 9-ը կտոնեն, չգիտեմ, հայ ժողովրդի ներդրումը կնշեն, ինչ որ խոսքեր կասեն, կենացներ կասեն, ինչն եք տոնում, ինչն եք նշում։ 100,000-ավոր հայ երիտասարդների զոհվելը, կորուստը հանուն абստրակտ համաշխարհային նպատակի, թեկուզ համաշխարհային բարու հաղթանակի համաշխարհային չարի նկատմամբ հայ ժողովրդի արյունն էր այդտեղ պակասում, հասկանում եք, եւ ուշադրություն դարձեք, աղետ չեն կոչի, այսինքն այս մարդիկ օբյեկտիվ չեն, այս մարդիկ հենց նպատակադրված, հենց մեր ազգային պայքարները, պատերազմները փորձում են սևացնել, նսեմացնել մեր պայքարները, թեկուզ եւ էլի նույնիսկ պարտությամբ ավարտված կոչել աղետ եւ համարել, որ սխալ էր դա, բայց գնալ համաշխարհային պատերազմներում ինչ որ նպատակների համար համամարտկային
այդքան զոհեր տալ, դա իրենք երբեք չեն կոչի աղետ, երբեք չեն նույնիսկ այսպես ասած թթու խոսք ասի դրա մասին։ Եվ իդեպ էլ նույնը լինելու էր մեզ հետ, եթե մենք հիմա օրինակ անկախ պետություն չլինեինք, օրինակ լինեինք Ռուսաստանի կազմում, այսպես անվտանգությունը մեր ապահոված լիներ, ոնց որ շատերը ասում են, թեկուզ կազմում էլ չլինեինք, տենց լինեինք ոնց որ պինդ սերտ դաշինքի մեջ, միության մեջ, մասնակցեինք Ուկրաինայի պատերազմին, ինչքան զոհեր էր տալու հայ ժողովուրդը, հանուն է դրա, եթե ինքը չունենար անկախ կարգավիճակ։ Համեմատելու չեն լինելու, չէ՞, այդ զոհերը այն զոհերի հետ, որը մենք մեր պայքարներում, ազգային պայքարներում տվել ենք եւ տալիս ենք եւ տալու ենք, հասկանալ է ինքնին, որ համեմատելու չէր լինի։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ դա նույնպես կկոչեին աղետ այդ մարդիկ, որոնք մեր ուրեմն պատերազմը կոչում են աղետ։ Ինքը պարտությունը, պարտության հետևանքները էլի միգուցե, եթե դրանք շատ լուրջ հետևանքներ են, կարելի է աղետալի կոչել, սա մի քիչ ուրիշ բան է, բայց այստեղ նրբությունը հետևյալն է։ Բուն պայքարը, բուն պատերազմը, բուն կռիվը անկախ նրանց հաղթանակով է թե պարտությամբ է ավարտվել, բնական չի եւ ճիշտ չի աղետ կոչելը, ոչ միայն իհարկե նախ բառից բուն իմաստով, բայց նաեւ քաղաքական իմաստով, ինչի, որովհետեւ այստեղ հակառակ վիճակն է։ Եթե մենք խոսում էինք նրա մասին, որ աղետը այն դեպքն է, այն երևույթն է, այն իրավիճակն է, երբ որ մարդը пассив կրավորական դիրքում է, պայքարող չի, դիմադրող չի եւ այսպես ասած անշունչ առարկա է վերածվում, այստեղ մենք խոսում ենք պայքարի մասին։ Մարդը անկախ նրանից ինքը պարտվում է թե հաղթում է, պատերազմի դեպքում, երբ որ այդ պատերազմը իր պետության պատերազմ է, իր ազգային նպատակների համար պատերազմ է, իր ընտրությամբ է, ժողովուրդը չի հրաժարվել նրանից, դա պայքար է, մարդը այստեղ ակտիվ դիրքում է, սուբյեկտի դիրքում է, ինքը կամք ունի եւ ինքնին պարտությունը, պայքարողի պարտությունը ընդհանրապես երբեք այդպես անպատվություն չի համարվել, չի էլ համարվում, իհարկե բացառություններ կան, բայց դա անպատվություն չի, ցանկացածը կարող է պարտվել։ Սկսած պատերազմից մինչև սպորտ, դա շատ վատ է, դա այսպես ասած տհաճ է, դա մեկ նաև որ հետևանքներով կարող է աղետալի լինել, բայց դա անպատվություն չի եւ դա չի կարելի կոչել աղետ, որովհետեւ մարդը այստեղ ակտիվ սուբյեկտի դերում է, պայքարողի դերում է, նաև այս դերից, այս ակտիվ պայքարողի դերից, թեկուզ պարտվողի բխում է ինքնին, որ որպես կանոն, որը մարդը իրեն այդպես է զգում, այդպես է ընկալում, ինքը պարտությունից հեշտ կարող է այսպես ասած վերականգնվել, որտեղ եթե ինքը պայքարում, ինքը հասկանում է, որ ինքը կարող է պայքարում պարտվել, բայց հաջորդ փուլում ինքը կարող է հաղթել։ Որպես կանոն, նորմալ առողջ մարդկային հոգեբանությունը պարտության դեպքում ինքը հենց այդպես էլ ընկալում է, որ ինքը կարող է դուրս գալ պարտությունից եւ հաջորդ անգամ հաղթել եւ նպատակ դնի հաղթել, ինչու, որովհետեւ ինքը հենց այդ պայքարողի ակտիվ սուբյեկտի կամք ունեցողի, ոչ թե անզոր անկամք կրավորական առարկայի գիտակցությունն է։ Աղետի դեպքում այդպես չի, աղետից մարդը աղետի ինքը չի մտածում, որ ես հաջորդ անգամ աղետը կհաղթեմ կամ կհաղթանեմ, որովհետեւ ինքը այդտեղ ոչինչ բան է, սուբյեկտ չի, ինքը ուղղակի սարսափում է, ահ է ապրում, վախ է ապրում, բայց մտածել նրա մասին, որ ինքը որտեղ դա անհնար է, բնական աղետին դու չես կարող հաղթել։ Իհարկե մարդկությունը զարգանում է, ինչ որ մեթոդներ է հորինում, միջոցներ է հորինում, բայց դրանով էլ ինչքան հորինում է, ինչքան պաշտպանվում է, դրանք արդեն այդ տարերային աղետները չեն այլևս, դրանք դառնում են վերահսկել։ Հիմա այս հոգեբանությունը պարտվածի, բայց իրեն պայքարող զգացողի, ակտիվ սուբյեկտի զգացողը ինքը բնականից բերում է նրան, որ պարտվեցի, ես հաջորդ անգամ կփորձեմ հաղթել, ես ոչ միայն կփորձեմ, ես նպատակ կդնեմ հաղթել եւ ես կհասնեմ այդ նպատակին։ Օրինակի համար նույնը մեր հենց հարևան Ադրբեջանը այդ հոգեբանությամբ էլ եւ այդ դրամաբանությամբ էլ եւ այդ քաղաքականությամբ էլ շարժվեց եւ 94-ի պարտությունը վերածեց հետագամ ռազմական հաղթանակի 2020 թվականին։ Նաեւ ինտուիտիվ սա մարդիկ էլի զգում են։ Ես օրինակ հիշում եմ մի օրինակ, երբ որ մարտական եղբայրությունը նոր էինք ստեղծել, նոր էինք հռչակել 2021 թվականին էր եւ ինչ որ մեկը չէ, մի հատ տենց կիսահայտնի մարդ էսպես կոչենք, մտավ իմ Facebook-յան էջում, տենց մեկնաբանեց, որ այս ինչ է կանում, ինչ որ նոր երկրապահ եք ուզում ստեղծել բանման, ու հետո գնաց խոսակցություն, որ այդտեղ մեր տղաներից խառնվեցին, որ պատերազմի մասնակիցներ են եւ այլն, եւ այդ մարդը
ասած դա պատերազմ չէր, դա որս էր։ Այսինքն այդ նույնն աղետ չէ, մսաղած չէ, ինքն էլ որս դա կոչեց եւ դա վիրավորական մեր տղաները դրանից վիրավորվեցին։ Ոչ թե որ իրանք չէին գիտակցում, որ պարտվել են այդ պատերազմում, ոչ թե իրանք չէին գիտակցում, չէին վերապրում այդ ամեն ինչի, այսպես ասած, աղիտալիությունը, այլ իրանք վիրավորվեցին, ասին ես ոչ մեկի որսը չեմ եղել, ես պայքարող եմ եղել եւ այդ տղային հետո այսպես ասած Մարչելի բավականին ձևով բացատրեցին, որ դու շատ սխալ բաներ ես ասում, դու իրավունք չունես պայքարողին, կռվողին, թեկուզ ընդհանուր պատերազմում պարտվածին, ընդհանուր առմամբ, դու իրավունք չունես կոչել որս, որտեղ ինչն է որսը, էլի այդ կրավորական դերն է, այդ օբյեկտի դերն է, ոչ սուբյեկտի դերն է։ Եվ սա էլ եմ ասում, մարդիկ ինտուիտիվ հասկանում են տարբերությունը։ Պարտության եւ երբ որ դու կոչում ես աղետ կամ որս կամ մսաղետ, սա արդեն վիրավորական է։ Նույնը ես հիշում եմ, որ էլի երբ որ գրական մրցույթն էինք անցկացնում կողբ հիմնադրամով եւ մարտական եղբայրությունը համագործակցաբար այդ պատերազմին նվիրված եւ պատերազմի մասնակիցներն էին եւ պատերազմի մասին էր, երկու մրցույթ ենք անցկացրել, առաջինի ժամանակ ուրեմն ժյուրիի անդամներով հավաքվեցինք, արդեն պետք է արդյունքները ամփոփենք եւ խոսում էինք եւ ժյուրիի անդամներից մեկը մի շատ հաճելի, էլի հայտնի կին, հիմա անունը չեմ բանանում, ինքը ասաց, որ շատ տպավորված է այդ նյութերից, որ ինքը կարդացել էր, հա, դրանք պատերազմի մասնակիցներ, ել եմ ասում պատերազմի մասին, իրենց հիշողություններ, գրականացված, չգիտեմ, փաստագրված, կարևոր չի այդտեղ ներկայացնես, mä շատ տպավորված էի, շատ sense խորը ապրումներ էի ունեն եւ իմ համար ասում ամենակարևոր բաներից մեկն էր, որ ես այդտեղ տեսա, որ մարդիկ պայքարում էին, մարդիկ կռվում էին, դա այնպես չի եղել, որ մեզ ներկայացնում էին բոլորը փախան, ինչ որ sense սարսափեր, այսպես ասած աղետեր, մարդիկ պայքարում էին, այստեղ նույնպես այս տարբերությունն է, որ երբ որ մենք ասում ենք աղետ, մենք ներկայացնում ենք դա որպես այդպես մի տարերային վիճակ, սարսափ, որտեղ բոլորը ուղղակի sense փախնում են, ամեն ինչ փլուզվում է եւ հակառակ վիճակը, երբ որ պարտությունը, այո, բայց մարդիկ պայքարել են, մարդիկ կռվել են եւ այդ կինը դրանից, չասեմ ոգևորվել էր, չեմ կարող իր փոխարեն նման բան ասել, բայց ինքը համենայն դեպս որոշակի դրական դիցք էր ստացել, որոշակի բեռ իր վրայից ոնց ընկել էր, որոշակի բեռնաթափում էր ստացել, որտեղ ինքը այդ պատկերացում ուներ, ինչու ուներ, դա որովհետեւ այդպես են մեզ շատ կազմակերպված եւ հետեւական ձևով փորձում ներկայացնել։ Այնքան հաջողության ասել են, որ մարդիկ իրոք տենց են մտածում, եթե տենց ասենք, չգիտեմ, առիթ չեն ունենում օրինակի համար ավելի կոնկրետ, ավելի մոտիկից ծանոթանալու։ Ներկայացնում են հենց այդ որպես աղետ։ Իսկ ո՞րն է ի վերջո սրա նպատակը։ Ինչու այդպես ներկայացնել։ Եվ սա արդեն պարզ է։ Հենց նպատակը նրանում է, որպեսզի մարդու մեջ ահաբեկել մարդուն, սարսափի տեսանա ստեղծել, այսինքն ուղեղ անջատել, որպեսզի ինքը ոչ թե իր պարտությունը փորձի ունակ վերլուծի, հասկանա ինչ եղավ, ինչ չեղավ, այլ այդ տարերային աղետի վիճակը ստեղծել, որտեղ արդեն վերլուծություն չկա, որտեղ երբ որ դու սարսափ ես տարածում, ահաբեկում ես մարդուն, իր պատկերի մեջ ստեղծում ես, իր մտքի մեջ ստեղծում ես այդ պատկերը, հա դա արդեն կիսամիֆական պատկեր է, դա ենթագիտակցության վրա աշխատող է, այդտեղ արդեն ոչ մի վերլուծություն, ոչ մի բան, դու արդեն ոչ թե վերլուծում ես ինչու ես պարտվեցի, որ մյուս անգամ աղտեմ, այլ քո մեջ մտնում է սարսափ, որ հանկարծ Աստված չտա նորից սա լինի։ Այսինքն այս պայքարի վախը, պայքարի սարսափը եւ կամքը մարդու անջատում ես, ջարդում ես, դիմադրության որևէ միտք ջարդում ես, որտեղ աղետ է, մարդուն վերածում ես օբյեկտի եւ արդեն այդ օբյեկտը բնականաբար ինքը չի մտածում վերականգնվելու, ինքը չի մտածում հաղթանակը որպես նպատակ դնելու, ինքը չի մտածում իր պարտությունը հաղթահարելու, այլ ինքը մտածում է նրա մասին, թե ինչպես ինքը ամեն գնով խուսափի աղետից, որտեղ մարդու հոգեբանության մեջ բնական դրված է, որ աղետից պետք է խուսափել, ինքը ուրիշ բան չի կարող անել աղետի հետ, որտեղ անվերահսկելի է իր համար, եւ հենց այս հոգեբանությունն էլ մեր մեջ փորձում են ձևավորել եւ որոշակի այլ եմ ասում հաջողության հասել, ոչ թե պատերազմ, այլ աղետ, ոչ թե պայքար, այլ չգիտեմ, մսաղած, սա պայքար չէր, որտեղ պարտություն թե հաղթանակ ինքը ենթադրում է պայքար, բայց սա արդեն միշտ պարտություն էլ չի, այլ այդպես միած սարսափ է, որ մեր հետ տեղի ունենում եւ բնականաբար, ել եմ ասում, անջատվում է կամքը, անջատվում է միտքը որևէ դիմադրության մասին եւ ի վերջո, ինչ գաղափարի է բերում, ինչի գաղափարախոսությունը ի վերջո, սա եթե հետեւական տանում ենք մինչեւ վերջ, սա իհարկե անկախությունից հրաժարվելու գաղափարախոսություն է, բացի այն որ պարտությունը
պետք է ամրապնդվի մարդկանց գիտակցության մեջ եւ պարտված էս վիճակը հոգեբանությունը, ի վերջո դա հրաժարում է խորքային մակարդակում անկախությունից, որտեղ անկախությունը ենթադրում է սուբյեկտություն, ոչ կրավորական ակտիվ վիճակ եւ պատրաստ լինել միշտ անհրաժեշտության դեպքում անուն անկախություն պայքարել, այդ թվում նաեւ էլի եթե անհրաժեշտություն կա, եթե պարտադրված է պատերազմի միջոցով, ռազմական գործողությունների միջոցով, կռվի միջոցով, բայց եթե մարդուն սեփական ազգային պայքարի մասին, պատերազմի մասին ներշնչվում է, որ դա զուտ աղետ է, ինքը զուտ կրավորական է, ինքը բնականաբար արդեն հաջորդ քայլով հոգեբանորեն ինքը արդեն թեկուզ չգիտակցել, բայց ինքը փաստացի արդեն հրաժարվել է անկախության գաղափարից եւ հաջորդ փուլում, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ինքը պետք է արդեն նորից մտնի եւ բուն իմաստով արդեն անկախության համար պայքարի մեջ մտնի, այդ թվում ռազմական գործողությունների մեջ, իր կամքը արդեն իհարկե շատ թուլացած է լինելու իր մոտիվացիան եւ ինքը նախընտրելու է, քանի որ ինքը կրավորական զոհ է իրադարձությունների դեպքերի, այլ ոչ թե սուբյեկտ է պատմության, որը պայքարում է, ինքը նախընտրելու է իհարկե օտար տիրապետությունը եւ էլ եմ ասում պատահական չի, որ արդեն այդ օտար տիրապետության մեջ եղած զոհերի մասին չեն ասում աղետ, այսինքն մենք հասկանում ենք աղբյուրը սրա աղբյուրը հենց այն ուժերն են, որոնք հենց կամ ներկայացնում են այդ օտար տիրապետությունը կամ ուզում են օտար տիրապետություն Հայաստանում հաստատել եւ հենց դրա համար էլ հայ ժողովրդին պետք է ներշնչեն, որ քո պայքարները աղետ են, քո պայքարներում դու կրավորական զոհ ես, որպեսզի դու չլինես կրավորական զոհ եւ ունենաս անվտանգություն, քանի որ դու ինքդ չես կարող դա ապահովել, դու պետք է ընդունես օտար տիրապետություն, օտար գերիշխանություն, որտեղ դու իրենց ասելով իհարկե կեղծիք է դա ապահով կլինես եւ այս տրամաբանությունը սրան է տանում եւ աղբյուրը այս քարոզչության այս կենտրոններից է, այս տեղերից է, ոչ մի վարքյան չկասկածեք, կապ չունի, որ կարող է թվալ, որ այդ մարդիկ, որոնք հիմա սա տարածում են, ասում են, իհարկե եմ ասում, որ արդեն տարածում են, արդեն նրանք քարոզիչներ չեն տարածում։ Արդեն լիքը մարդ ուղղակի ինքնիրանք տարածում է, բայց չկասկածեք, որ բուն քարոզիչները հենց այդ նպատակն են հետապնդում, քարոզը եւ այդ ստրատեգիան է կիրառվում մեր հանդեպ, դրա համար շատ ուշադիր եղեք, խնդրում եմ եւ հատկապես հենց որ լսում եք 2020 թվականի աղետ, անմիջապես անջատեք, վերջ։ Դա նշանակում է դուք 100% գործ ունեք քարոզչական պատերազմի հետ, որը վարվում է անձամբ հենց ձեր դեմ եւ անձամբ ձեզ կոչ է ուղղված է նրան, որ անձամբ ձեզ ներշնչի, որ դուք զուտ կրավորական զոհ եք, դուք օբյեկտ եք, դուք սուբյեկտ չեք եւ դուք անկախ լինելու իրավունք չունեք, որտեղ անկախ լինելու իրավունք ունեցողը ինքը միշտ նաեւ պայքարի իրավունք ունի, այդ թվում նաեւ պայքարում պարտվելու իրավունք ունի, բայց որպես ակտիվ սուբյեկտ, որպես պայքարող, որպես կռվող։ Ձեզ ուզում են կռվողի կարգավիճակից զրկել եւ ձեզ տալ այդ որսի կարգավիճակը, իսկ դա նշանակում է ձեզ ուզում են եւ մեր պետությունը ուզում են ի վերջո անկախությունից զրկել եւ այս ամբողջի իմաստը սա է եւ անկախության պատերազմը շարունակվում է այդ թվում քարոզչության մակարդակում այսօր այսքանը երևի շնորհակալություն մյուս անգամ կհանդիպենք